Աշխարհը տոնում է մարդու իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանում շարունակվում են ոտնահարվել մարդկանց իրավունքները։ Արցախյան առաջին 44-օրյա 2023 թվականին պատերազմի դաշտում անհետ կորածների հարազատները ամեն օր հոգեբանական խոշտանգման են ենթարկվում։ Մենք անդադ սպասում ենք, տառապում ենք, տանջվում ենք, միաժամանակ նաև պայքարում ենք, անում ենք ամեն հնարավոր անհնարին, որպեսզի կարողանանք բացահայտել մեր երեխաների ճակատագրերը, պարզաբանել այս դառը իրականությունն է, թեկուզ ինչ որ կլինի, մենք պատրաստ ենք մենակ թե իմանանք ամեն ինչը իրականում ինչ է եղել։ 44-օրյա պատերազմի ժամանակ է անհետ կորել այս կնոջ որդին։ Շուտով կլերանա 6-րդ տարին ինչ տղայից լույս չունի, բայց աչքը դեռ ճամփին է։ Ինչպես նաև մյուս բոլոր 200 եւ ավել ծնողները նույնպես մենք ոչ մի լուր չունենք, ոչ լավ, ոչ վատ, չունենք ոչ մի նույնականացում, չունենք ոչ մի բան։ Կոպտորեն ոտնահարվում են անհետ կորածների ծնողների իրավունքները, արժանապատվությունը։ Նրանք չեն կարողանում իրացնել իրենց ընտանեկան, անձնական կյանքի իրավունքը, ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Անհայտ կորած անձանց ընտանիքները, երբ տևական ժամանակ հայտնվում են անորոշության մեջ, անզորության մեջ, եւ պետական գործելակերպը չի հանգեցնում տեղաշարժերի, նրանք կրում են տառապանքներ, որը հաղթահարում է այնպիսի շեմ, ինչը կարող է որակվել որպես հոգեբանական խոշտանգում։ Անհետ կորածների խնդիրը բարդ է ու բազմաշերտ, որովհետև Ադրբեջանը հերքում է իր առնչությունն այդ մարդկանց հետ։ Նրանք չեն ընդունում, որ ողջ գտնվող անձինք պահվում են Ադրբեջանի փակ հաստատություններում եւ հերքում են առնչությունը անհայտ կորած անձանց դեպքերի, միջադեպերի հետ։ Ադրբեջանը հրաժարվում է պատասխանատվություն ստանձնել այս անձանց կյանքի եւ ճակատագրերի համար։ Սիրանուշ Սահակյանն առաջարկում է օր առաջ ստեղծել եւ ուժի մեջ մտցնել անհետ կորած անձանց իրավական կարգավիճակն ամրագրող օրենք։ Ըստ նրա, առանց այս կարգավիճակի հստակեցման համակարգված չէ նաեւ պետության քաղաքականությունը։ Առանց արդյունավետ քննության, որոնողական գործողությունների համագործակցության մենք պարզապես չունենք տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի, վիճակի, ողջ կամ մահացած լինելու հանգամանքների վերաբերյալ, որը ստեղծում է անորոշություն։ Դրական տեղաշարժ է նկատում իրավապաշտպանը Բաքվում պահվող գերիների կարգավիճակում։ Ադրբեջանական կողմը հաստատել է նրանց գերեվարված լինելու հանգամանքը եւ միջազգայինորեն պատասխանատու է դարձել հայ գերիների կյանքի, առողջության, ազատ արձակման համար։ Մեզ առնվազն հայտնի են նրանց պահման վայրերը եւ այս անձանց ազատ արձակման խնդիրը ակտիվ բանակցային գործընթացներում է, նաեւ իրավական գործընթացներ կան։ Ճակատագրի որոշակիությունը ապահովված է գերիների մասով, միակ դժվար խնդիրը թե երբ կհայրենադարձվեն, երբ ազատ կարձակվեն եւ այստեղ Ադրբեջանը ինչ հայեցողություն կցուցաբերի։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու պահանջով այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ են ակցիա արել երիտասարդ դաշնակցականները։ Այսօր 21-րդ դարում տեղի ունենում կեղծ դատավարություններ հայ ռազմագերիների դեմ, որտեղ խախտվում է նրանց իրավունքները։ Նույն տեքստը երիտասարդները կրկնել են անգլերեն, հետո գրասենյակի աշխատակիցներին են փոխանցել նամակ, որտեղ պահանջում են, որ ՄԱԿ-ը հայ գերիների իրավունքներով զբաղվող դիտորդական առաքելություն ձևավորի։ Մեր հայրենակիցները Բաքվի բանտում տառապանքների եւ զրկանքների մեջ են գտնվում, փոխարենը նրանք զբաղվում են եկեղեցու դեմ հալածանքներով, քաղաքական բանտարկություններով, խոսքի ազատության սահմանափակմամբ։ Ակցիայի մասնակիցները հորդորում են մարդկանց չլռել, կազմակերպել նման ակցիաներ, իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։